Շնորհավորում ենք ձեզ Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման տոն օրվա արդի եւ կխնդրենք օրվա խորհրդին անդրադառնալ, ինչ խորհուրդ ունի եւ ինչ է հուշում մեզ Մայիսյան հերոսամարտը։ Դե շատ տարբեր առիթներով եմ ասել, որ Սարդարապետը, Բաշապարանը, Ղարաքիլիսյան, մեր այդ գոյամարտի կարելի է ասել գագաթնակետը լինելու մեր այսօրվա հիմքն են դրել, ոչ այսօրվա, բայց մեր գոյության, և դա հայ ժողովրդի, մեր ժողովրդի ինքնաճանաչողության դրսևորումն է, բացարձակ աստիճանով, երբ հարվածված, հիվանդ, լքված, աշխարհից մոռացված ժողովուրդը որոշում է ոտքի կանգնել և մի քանի անգամ գերազանցող կազմակերպված բանակներին ուղղակիորեն պարտության մատնել։ Այդ ոգին է եղել և ինքնաճանաչողությունը, ինքնագնահատականը դա դրսևորվել է նաև Արցախյան առաջին ազատամարտում, դրսևորվել է մեր բոլոր պատերազմների ժամանակ, բայց նաև առաջնորդություն է ունեցել, հստակ կերպով առաջնորդություն, որովհետև այդ առաջնորդության նաև գլուխը եղել է Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսը, Գարեգին arczepiskopos Հովսեփյանցը, հարյուրավոր հոգևորականներ, մեր հրամանատարական կազմը Դրաստամատ Կանայանը, տեղի հոգևորականություն, տեղի զինվորականներ և կարողացել են առաջնորդել աշխարհազորին ժողովրդին հաղթանակի և դարձյալ ուզում եմ այդ հերոսական դրվագը հիշել, երբ Գևորգ 5-րդին մեր բարձրաստիճան զինվորականները գեներալ Սիլիկյանը, Արամ Մանուկյանը հորդորում էին թողնել Սուրբ Էջմիածինը, որովհետև այլևս ելք չէին տեսնում իրավիճակից, վեհապարը ուղղակիորեն ասեց, ես հավատում եմ իմ ժողովրդին և հավատում եմ մեր հաղթանակին, և եթե վիճակվել է, որ ես իմ կյանքը կնքեմ, ես պատրաստ եմ Մայր տաճարի բակում կնքելու այդ կյանքը։ Եվ այդ կոչն էր, որ մեր ժողովուրդը իր վերջին խոսքը չի ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը պիտի լինի հաղթական։ Եվ այսօր էլ եմ ասում, նույն կոչի արձագանքով, որ մեր ժողովուրդը դեռ իր վերջին խոսքը չի ասել անարգ թշնամուն։ Այս անգամ անարգ թշնամիներին, ներսի թշնամուն, որ անընդհատ կեղեքում և մեր ավիշը խմում է ուղղակի, և դրսի թշնամուն, որ ուղղակիորեն ձեռքի համագործակցում է այս ներսի թշնամուն։ Մենք դեռ վերջին խոսք չենք ասել, և այդ խոսքը անխուսափելիորեն լինելու է հաղթական։ Սա է Սարդարապետի, Բաշապարանի մեր մայիսյան հաղթանակների առաջին հանրապետության հռչակման խորհուրդը։ Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, ըստ ձեզ ինչ ճակատագիր է ունենալու երրորդ հանրապետությունը։ Նայեք, ես պայմանականորեն թվեր չեմ դնում առաջին, երկրորդ, երրորդ, որովհետև այս մարդիկ ուզում են նաև չորրորդի մասին խոսալ, 5-րդի մասին երևի հետո կխոսեն, և հետևաբար մենք կյանքի տևողության սահման իրավունք չունենք դնելու, ինչքան էլ բարդ լինեն մեր պայմանները, որքան էլ անլուծելի թվան մեր պայմանները, որքան էլ դժվար լինեն, դա պահանջում է առաջնորդություն, խնդիրը մեր ներսի թշնամիներն են, դրսի հետ մենք որևէ ձևով, որևէ կերպով կքելու կամ խոնարհվելու պատճառ չունենք, և հետևաբար մեր կյանքը եթե ուզենք սահմանել, թե քանի տարի պիտի տևի, շատ պիտի տևի և հավիտենապես պիտի լինի, որովհետև մենք կոչված ենք դա անելու։ Մեր պետությունը պարզապես որևէ մեկի քմահաճույքով չի պայմանավորված։ Մեր պետությունը մեր երազն է, մեր իղձերն են, մեր ձգտումներն են։ Եվ ինչպես միշտ ասում եմ, դրանք ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակորը։ Հետևաբար ես այդ հարցադրմանը չէի ուզել այդ հարցը լսել, բայց այդ հարցադրմանը կասեմ, հայը և Հայաստանը
հավիտենական են, անկախ բոլոր տեսակի դժվարություններից, անկախ կեղծ թեզերից, անկախ կեղեքող իրականությունից, անկախ պատվազրկված, գողացված ուրախության ժամանակահատվածից։ Մեր ժամանակը հասել է փոխելու այս կեղտոտ իրականությունը եւ հոգեվոր Հայաստանի հաղթանակը կնքելու։ Եվ այդ ամենը իրագործելու համար մենք ինչ պիտի անենք, ելքը ինչ։ Նայեք, ես խոսքի սկզբում ասացի, չէ, Սարդարապատը, Բաշապարանը, Ղարաքիլիսան, մեր մայիսյան հաղթանակները, մեր ինքնագնահատականի եւ ինքնաճանաչողության բարձրագույն աստիճանն են։ Մեր բոլոր առաջինը ուղղակիորեն դադարեցվեն բոլոր հնարավոր մեծ ու փոքր համագործակցությունները այս չարիքի իշխանության հետ։ Ուղղակիորեն բոլոր տեսակի կապ չունի ինչ տեղ, որտեղ, ինչ կերպով։ Առաջինը դա, երկրորդ Բայց ասում են անկախություն ձեռք բերեցինք Արցախի կորստով, նաև սահմանազատման։ Դե ասում, չարիքի իշխանություն, չարիքը ինչպես է լինում։ Սուտը չարիքի գործիքն է, չէ՞։ Այստեղ նաև հավաքվել էին Արցախի իշխանությունը, ղեկավարությունը, Արցախի ազգային ժողովի պատգամավորները, մոտեցել եք նրանց, խոսել եք նրանց հետ։ Չեմ տեսել, մենք նոր ենք եկել, չեմ տեսել ոչ մեկին, բայց կտեսնեմ երևի շուտով։ Մենք նոր ենք ժամանել մի քանի հոգիներով մեր ազատամարտիկների հետ եւ քիչ հետո հավանաբար կհանդիպեմ, բայց հուսամ որ չարիքից մարդ չկա, այստեղ որովհետեւ իրենց տոնը չի։ Իրենց տոնը Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, այդ ինչ որ ձևով անկախության տոններն են, որ իրենց հետ առնչված։ Մհեր Գրիգորյանն է այստեղ այցելել եւ նաեւ ժողովրդի հետ մենք զրուցեցինք, նշեցին, որ վարչապետին չեն ցանկանում ժողովուրդը այստեղ տեսնել։ Դուք ինչ կասեք։ Դե եկել են պղծելու, գնում են պղծելու, ինչպես ամենտեղ։ Իրենք ինչ կապ ունեն հաղթանակի, տոնելու հետ։ Երկրորդն է, իրենց վախը ինչն է, չէ՞, հիմա վստահ եմ, որ վախերը նաև ինչն է, որ հանկարծ իրենց տերերը, մեր թշնամիները չտեսնեն։ Երևույթն է ստիպված են գալիս իբր իմիտացիա անելու, բայց այն նույն անձը Մհեր Գրիգորյանը դավաճանախմբի կարևոր բանալի ներկայացուցիչներից մեկն է, խուլիգանախմբի եւ դավաճանախմբի, որքան էլ ուզում է բարեկիրթ ու քաղաքակիր դեմքով հայտնվել։ Իր փողերից է վախենում ուղղակի եւ դրա համար էլ հայրենիք են ձևում։